Դավիթ Բաբայանի հետ կփորձենք մի քանի հարց ճշտել։ Պարոն Բաբայան, նախ ուզում եմ իմանամ, ինչ պայմաններով են, պայմաններ կան արդյոք հրադադարի կնքման եւ որոնք են դրանք պայմանները։ Կարծում եմ, որ որևէ պայման հրադադարի ընդհանրապես ոչ թե կնքման, այլ վերականգնման համար չպետք է լինեն։ Կա մեկ պայմանագիր, որը ստորագրվել է դերևս 1994 թվականին, դա այն միջազգային պայմանագիրն է, որը գործում է եւ որը հիմքն է հանդիսանում զինադադարի ռեժիմի պահպանման։ Մնացածը արդեն պայմանավորվածություններ են, որpիսի այդ պայմանագիրը ուրեմն պայմանագրի դրույթները հարգվեն։ Եվ տվյալ դեպքում մենք այսօրվա դրությամբ ապրիլի 5-ի ժամը 12-ի դրությամբ արդեն կարող ենք ասել, որ հարաբերական անդորը վերականգնվել է Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ինչքան դա կտևի, ներկա դրությամբ դժվար է ուրեմն ինչ որ հստակ ժամկետ ասել, մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատուկ պահվածքը, բայց տեսնենք մենք մեր կողմից երբևիցե զինադադարի ռեժիմը չենք խախտելու։ Եթե հակառակորդը խախտի եւ փորձի ներխուժի Արցախի հանրապետության տարածք, այդ դեպքում բնական է մենք պաշտպանելու ենք մեր անվտանգությունը։ Պարոն Բաբայան, այսօր ժամը 12-ից հետո փաստորեն խախտումներ այնուամենայնիվ եղել էին, տանկերով էին անգամ կրակել Մարտոնում, Արտակերտի ուղղությամբ, նաեւ ավտոմատներով էին կրակոցներ եղել։ Սա ինչ է նշանակում, սա խաթարում է այս հրադադարի վերականգնման ռեժիմը։ Ավելի շուտ սա Ադրբեջանի բնորոշ պահվածք է։ Եվ եթե հաշվի առնենք, որ այս մի քանի օրվա ընթացքում օգտագործվել են տասնյակ հազարավոր, հարյուրավոր հազարավոր փամփուշտներ, չգիտեմ, հրթիռներ, նռնակներ, ականներ, այս մի քանի խախտումը իհարկե այս ամենի հետ համեմատությամբ կարելի է ասել, որ որևէ այսպես ազդեցություն չեն թողնում զինադադարի ռեժիմի վերականգնման վրա։ Սպասենք եւ կտեսնենք ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու։ Բայց մենք նաեւ սպասում ենք ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան եւ գիտենք, որ սպասում են բավականին այսպես բովանդակալից քննարկումներ։ Պարոն Բաբայան, կխնդրեմ մի փոքր փակագծերը բացեք, հետաքրքրում է ում միջնորդությամբ արդյոք եղել է միջնորդություն հրադադարի ռեժիմի վերականգնման հարցում։ Ես կպատասխանեմ հետևյալ ձև, որ հրադադարի, զինադադարի ռեժիմի վերականգնումը պայմանավորված է երկու կարևորագույն գործոնով։ Առաջինը դա այսպես տեղական գործոնն է, այսինքն Ադրբեջանի կողմից ցանցազերծած այս ռազմական ավանտյուրան ցույց տվեց, որ բլիցկրիգով հաղթանակի հասնելը անհնարին է։ Ընդհանրապես բլիցկրիգ չի կարող լինել այս պատերազմում։ Սա էլ է մեծ ուրեմն ազդեցություն ունեցել զինադադարի ռեժիմի վերականգնման համար։ Սա իրենց փորձներ բլիցկրիգի։ Այո, փորձներ իհարկե, իրենց փորձներ, երկրորդը իհարկե միջազգային հանրության համապատասխան ուրեմն արձագանքներ այս բոլոր գործընթացներին եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ Ֆրանսիայի հանրապետության նախագահը եւ ԱՄՆ ղեկավարությունը փոխնախագահի ուրեմն պետքարտուղարի ուրեմն շուրթերով ասել են, որ անընդունելի են համարում ռազմական կամ այսպես ուժային ցանկացած տարբերակ։ Իհարկե այս երկու հիմնական գործոնների համադրմամբ եւ համախմբմամբ էլ հնարավոր դարձավ վերականգնել զինադադարի ռեժիմը։ Միջնորդության մասին չեք ցանկանում խոսել։ Կրկնում եմ, այս երկու հիմնական վեկտորների շնորհիվ։ Լավ, այսպեսի մարդ, պարոն Բաբայան, ինչքան է սա շարունակվելու հրադադարը։ Հրադադարը իհարկե լավ կլիներ, ցանկալի կլիներ, որ ինչպես որ անժամկետ այսպես ուժ ունի զինադադարի 1994 թվականի պայմանագիրը, որը անժամկետ է, այսինքն միշտ պետք է գործի, հույս ունենք, որ վերականգնված տարբերակը նույնպես կլինի անժամկետ։ Բայց այնուամենայնիվ իմանալով Ադրբեջանի մենք պատրաստ ենք ցանկացած պահի կրկին պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը։ Պարոն Բաբայան, մամուլն է նաև գրում, ես ուզում եմ հարցնել, արդյոք սա կարելի է կոչել երկրորդ Ղարաբաղյան պատերազմ։ Ժամանակը ցույց կտա,
բերենք մի քիչ սպասենք, կարծում եմ եւ վերլուծաբանները, ռազմական, քաղաքական, չգիտեմ, գիտնականները, քաղաքական գործիչները իրենց գնահատականը կտան։ Ընդհանուր առմամբ ներկա դրությամբ պետք է միմիայն բավարարվել նրանով եւ կարեւորել այն, որ լայնածավալ եւ այսպես ասած տարածաշրջանային եւ գլոբալ պատերազմի այս ամենը չի վերածվեց։ Պարոն Բաբայան, ուզում եմ իմանալ այս պահին որևէ քննարկումներ կա Ադրբեջանի իշխանությունների հետ թեկուզ միջնորդով։ Ադրբեջանի իշխանությունների հետ ուղիղ կապ ունեն իմ կարծիքով եւ սա բաց տեղեկություն է, որը սփռվել է մի կես ժամ առաջ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները։ Ինչքան գիտեմ, Ադրբեջանի իշխանությունների նախագահների հետ հեռախոսազրույցներ են ունեցել եւ Ռուսաստանի նախագահը եւ ամերիկյան ու ֆրանսիական ուրեմն բարձրաստիճան ղեկավարությունը եւ սա նույնպես շատ կարեւոր է։ Եվ արդյոք ձեր կարծիքով դիերի փոխանակման հարցում հնարավոր է համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ եւ երբ են այս առումով քայլեր ձեռնարկվելու։ Կարծում եմ, որ եթե զինադադարի ռեժիմի վերականգնումը լինի ամուր, այդ հարցերին բնական է պետք է անդրադարձ կատարվի եւ այստեղ մենք նույնպես համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես Կարմիր խաչի հետ եւ այս համագործակցությունը բավականին արդյունավետ է։ Իհարկե ամեն ինչ պետք է արվի նրանց եթե իհարկե իրավիճակը լինի բավականին կայուն եւ ընդհանրապես նույնիսկ պատերազմի ամենավատ ամենաթեժ ժամանակահատվածում 1991-94 թվականին նման հումանիտար մարդասիրական հարցերը կարգավորվել են։ Խոսենք հրադադարից հետո, նախ ուզում եմ իմանամ դիրքերը արդյոք վերադարձվել են, հիմա նախկին դիրքերն են ինչ մինչ ապրիլի 1-ը։ Այո, որևէ արմատական փոփոխություն, առավել եւս ռազմաքաղաքական հավասարակշռվածության փոփոխություն տեղի չի ունեցել։ Եվ եղել է այն, ինչ եղել է միջև այս վերջի բախումները։ Պարոն Բաբայան, այս եթե կարելի է պատերազմ կոչել, այս պատերազմը ինչ որ բան կփոխի Ղարաբաղյան խնդրի շուրջ, Ղարաբաղի ճանաչման հարցում, ինչպես կգնահատեք ընդհանուր այս տեղի ունեցած վերջին օրերի տեղի ունեցած։ Ավելի շուտ կարելի է ասել այն կվերահաստատի մի շարք աքսիոմատիկ, այսպես երևույթներ, առաջինը որ մենք Արցախի համար չկա այլ ընտրանք, քան անկախ ինքնիշխան եւ իրեն եւ լրիվությամբ ի վիճակի մի անկախ պետության արկայությունը, որը լրիվ ի վիճակի ինքը իրեն անվտանգությունը ապահովի։ Մենք տեսնում ենք ինչ եղավ, ինչ արեցին ադրբեջանցիները, ադրբեջանական կողմը այն մարդկանց հետ, որոնք ընկան իրենց ձեռքերը։ Դերևս պատերազմը ոչ պատերազմ էր, ոչ նրանք հաստատել են Ղարաբաղի վրա իրենց գերիշխանությունը, բայց տեսնում եք ինչ են անում։ Հիմա ինչ կլինի, եթե Արցախը ուրեմն կորցնի իր անկախությունը, ազատությունը եւ պաշտպանվելու ինքնաբավության այդ աստիճանը։ Բնական է, որ սա կարող է ճակատագրական լինի ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի համար։ Դրա համար կարծում եմ այս վերջի զարգացումները վերահաստատեցին շատ պարզ եւ կարեւոր գաղափարներ, որ կրկնում եմ, խաղաղության այլընտրանք չլինելը եւ Արցախի անվտանգության, անկախության եւ ինքնիշխանության նույնպես բացառիկ արժեքներ լինելը։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան, հիշեցնեմ մենք զրուցում ենք Լեռնային